Տիրոջը ծառների վրա զանազանության ոգի կա, սիրելիս, ոչ թե մենք ենք զանազանում այն ոգին, որ մեր վրա է, հալելույա, ես նորից եմ կարդում և զգուշանում եմ ինքս ես խոսքերից, թե ես ոնց եմ մտնում Տիրոջ տուն, ժողովող 5-րդ գլուխ առաջի խոսքից եմ կարդում, զգուշ եղիր ոտքերիդ համար, երբ որ գնաս Աստծուն, և մոտեցիր ավելի լսելու համար, քան թե մատուցանելու հիմարի զոհը, որովհետև նրանք չգիտեն, որ չարություն են անում։ Լսում ես մարդ։ Եթե դու փառաբանող ես, բայց դու երգում ես, դու միակար ես։ Փառաբանությունը պատերազմ է սատանայի դեմ, երգը ցուցադրում է իրեն բեմի վրա, լսում ես մարդ, իսկ դա գալիս է ոչ լեցունությունից, երբ որ մարդը իր ուխտի մեջ հավատարիմ չի, իր օրվա տասնորդը չի տվել օրվա Տիրոջը, և նա ծառայող է, ու նա բեմի վրա է, որպես երգող, թող զգուշություն անի իր անձի համար, մենք եկել ենք փառաբանելու Տիրոջը և դա մեր զենքն է, ամեն, Հալելույա։ Եթե քո հոգևոր հաճկերը բացվեն և տեսնես ինչ պատերազմ է գնում մթնոլորտում, բարի ու չարի, դուք սարսափես։ Անգամ այսօր Տերը տեսիլքով ինձ ցույց է տվել մեկին, որը մարդ չէր, այլ սատանայի աբալուչկան էր։ Ինքը սանդարամետից ուներ հրաման և գալիս էր իր հրամանը կատարելու։ Եվ ես սկսեցի հենց տեսիլքի պահին պատերազմել նրա դեմ։ Նա փոքրացավ, անհետացավ, բայց հետո ես տեսա, որ պետք է անպայման իր գործի մեջ լիներ։ Արթուն եղեք ժողովուրդ։ Հիշում եք, Տերը մի անգամ մարգարեությամբ մեկը մտավ այստեղ։ Մարգարեությամբ Տերը ասեց, սանդարամետից ուղարկված սատանայի ծառա, իմ զավակի համար ես եկել, զգուշ եղեք, այո, թարգմանությամբ Տերը շատ խորին բաներ ասեց։ Եթե ես այն ընդունեմ, որպես իմ աղջկա խոսք չեմ ընդունի, բայց դա ոցությունն էր, հալելույա, փառավոր Տերը։ Եթե դու կեղծ խաղ ես խաղում այստեղ, աստվածապաշտության կերպարանք հակած, հիշիր, որ Տիրոջ հոգին քեզ տեսնում է, հալելույա։ Երեկ մեզ մոտ բերել էին մի աղջնակի, մոտ 21 տարեկան էր, չէ՞ աղջկա, ամբողջովին դևի ծառա, դևը հագած, դևը մեջը նստած, գիտեք ինչից է դիվահարվել։ Ես շատ չեմ զանազանում դա այն դեերը, որ կան ոչ թե 3 դեն, այլ ավելի ուժեղները։ Դրանց առջև էր նստի ու դիվահարվել էր, և նաև ռոք, ռեփ, երաժշտությունները ականջին մանեկող մեկը։ Լսում եք, ռոկը Աստված հայոյության ոգի է, ռեփը մարդասպանության։ Լսում եք, զգուշություն արեք ձեր երեխաներին, թե ինչի առջև են նստում, ինչ են տեսնում։ Գնում են, չգիտեմ ինչ դեերով ֆիլմեր նայելու և մեկ էլ տեսնես այնտեղից դուրս են գալիս վախեցած, դիվահարված և գիտեք ինչ էր ասում ինքը, երբ որ իրան բարձրացնում էին վերև։ Այդպես հողաթափերով էր եկել, զորով էին բերել իրեն և ինքը ասում էր, թևերս կոտրեցիք Գողգոթայի քանում ինձ, բարձրանում էր դեպի վերև։ Լսում եք, նա հաղորդակցում էր սատանայի հետ։ Երբ մենք իրան ասացինք, որ մերժիր սատանային, ասեց, ես չեմ մերժի նրան, Հիսուսը լեգևիդ է։ Լսում եք։ Ու պարզվեց
Պատմեց հետո, որ իր մայրը կախարդների հետ է հաղորդակցվում։ Կախարդների տներն է գնում։ Երբ որ ես սկզբից նրան ասացի, նա ասեց ոչ, բայց հետո ինքը իրան մերկացրեց, ասեց, բա հիմա ինքը ինձ վաղը կանչել է։ Ես հիմա ինչ անեմ, ասեց, շորերը վերցրա աղջկա դու ալի, թող դու գրեր այդ շորերի մեջ են։ Եվ ես ասեցի, եթե դու գնաս այնտեղ, այլևս չմտնես այստեղ։ Լսում եք ժողովուրդ։ Ասում են ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով կորսվեցավ։ Որտեղ նրանք մերժեցին իմ գիտությունը եւ ես նրանց եմ մերժելու իմ քահանայությունից։ Ամեն ունայն գիտություն լցնում եք ձեր ուղեղը, բայց ձեր հոգին դատարկ է Աստծո գիտությունից ու սատանան խաբում է ձեզ։ Լսում եք։ Ցավոտ էի նայում ես այդ աղջնակին։ Շատ գեղեցիկ տեսք ուներ, բայց սատանայի ապավաճկան էր։ Լսում եք։ Աստված իր մայրը ապաշխարի։ Եթե իր մայրը ապաշխարի, կտեսնի իր զավակի ազատագրությունը։ Մարդը չի կարող գնալ կախարդների տուն ու Տիրոջ հոգին իր հետ լինել։ Այսօրվա մեր թեման է։ Եթե որդին ազատի ձեզ, ճշմարտապես ազատ կլինեք։ Գիտեք ինչ է լսում հոցյալներին անել։ Մի րոպե ինձ լսեք։ Ասի ոչ մի րոպե քեզ չենք լսելու պապանձվի։ Եդեմի փորձից է գալի եւ այ այդ խոսելուց։ Ասի դու պետք է մեզ լսես, ոչ թե մենք քեզ։ Դուք չեք պատկերացնի, երբ որ նայեք իրան, ինքը այդտեղ նստած էր, բայց ինքը խոսում էր սատանայի հետ, սատանան իրան ուղղություններ էր ցույց տալիս։ Աստված նրա մայրը ապաշխարի Հիսուսին գտնի, ու անեց կքանդվի իր ընտանիքից։ Հիսուսն ասաց հրեաներին. ճշմարտությունը կճանաչեք, ճշմարտությունը կազատի ձեզ, ինչից, մեղքից, մահից, անեծքից, հիվանդություններից եւ բազում պրոբլեմներից։ Ամեն։ Ճշմարտությունը ով է։ Ճշմարտությունը ինքը Հիսուսն է։ Նրան ճանաչել է պետք։ Նա եկավ իրենիների մոտ, իրենիները չճանաչեցին եւ չընդունեցին նրան, բայց նրանք, ովքեր նրան ընդունեցին, Աստծո որդիներ կոչվեցին, որոնց մեջ ենք նաեւ մենք։ Ամեն։ Աստծո խոստումները իրականանան մեր կյանքում, երբ մենք հավատանք խոստացողին, որ է անսուտն Աստված։ Բաց անեք Մատթեոս 5-րդ գլուխ։ Կարդում եմ 5 խոսքից։ Եվ երբ որ Հիսուսը մտավ Կափառնիայում, մի հարյուրապետ եկավ նրա մոտ, աղաչում էր նրան եւ ասում. Տեր, իմ ծառան անդամալուից ընկած է տանը եւ չարաչար տանջվում է։ Հիսուսն ասաց նրան. Ես կգամ, կբժշկեմ նրան։ Եվ հարյուրապետը պատասխանելով ասաց. Տեր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ միայն մի խոսք ասա, եւ իմ ծառան կբժշկվի։ Դուք տեսնում եք նրա հանդուկն հավատքը։ Նա հրեա չէր, նա հռոմեացի էր։ Լսում եք։ Որովհետև ես իշխանության տակ լինող մարդ եմ, եւ իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ, եւ ասում եմ սրան գնա, եւ նա գնում է։ Եվ ուրիշին եկ, եւ նա գալիս է։ Եվ ծառայիս այս բանը արա եւ անում է։ Եվ երբ որ Հիսուսը լսեց, զարմացավ եւ ասաց. Ետևից է եկողներին, ովքեր էին ետևից եկողները, աշակերտները։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, Իսրայելի մեջ էլ այսպիսի հավատք չգտա։ Եվ ասում եմ ձեզ, որ շատերը արևելքից, արևմուտքից կգան եւ կնստեն Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ երկնքի արքայությունումը։ Լսում եք, սա Հռոմեացի 8-րդ գլուխ 11 խոսքն է։ Եվ որ իր բնական ճյուղերը անհավատության պատճառով կտրեց եւ մեզ որ վայրի ձիթենի ինք նրանց տեղը պատվաստեց եւ ասում է Տերը Հիսուս կնստեն Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ երկնքի արքայությունում, իսկ արքայության որդիքը դուրս կգցվեն դրսի խավարը եւ այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճկտոց
Եվ Հիսուսն ասաց հարուրապետին, գնա, եւ ինչպես որ հավատացիր։ Ուշադրություն դարձնենք այս ամբողջ խոսքերի վերջի մեջ է իմաստը։ Ինչպես որ հավատացիր, թող այդպես լինի քեզ։ Եվ նրա ծառան առողջացավ հենց այդ ժամում։ Լսում եք, մենք այստեղ տեսնում ենք հարուրապետի հավատքի համարձակությունը, հավատք, որը չի սահմանափակվում Աստծո զորությունը։ Դու կարող ես քո հավատքով սահմանափակես Աստծո զորությունը եւ չառնես քո հրաշքը, բայց նրա հավատքը չսահմանափակեց Աստծո զորությունը եւ առավ իր հավատքով իր ծառայի բժշկությունը։ Դա կենդանի հավատքն է, որը ապավինում է Աստծո խոսքին եւ իրական է դարձնում նրան իր կյանքում առնելու խոստմունքները։ Ուշադիր լսի մարդը։ Եթե ուզում ես ժառանգել Աստծուց քեզ տրված բոլոր խոստմունքները, վստահիր խոսքին եւ Սադովկի նման հետևիր օծությանը եւ Հեսուի եւ Սադովկի գործերը արա։ Եզեկիել 40 գլուխ կարդում եմ 45-ից 46-ը։ Այս սենյակը, որի երեսը դեպի հարավ է, տաճարի պահապանությունը անող քահանաներինն է։ Եվ այն սենյակը, որի երեսը դեպի հյուսիս է, սեղանի պահապանությունը անող քահանաներինն է։ Նրանք Սադովկի որդիներն են, որոնք Ղևիի որդկանցից մոտենում են Տիրոջը նրան ծառայելու համար, լսում ես։ Եվ նաև 44-ի 15 խոսքից եմ կարդում, բայց Եվտացի քահանաները, Սադովկի որդիքը, որոնք պահեցին իմ սրբարանի պահապանությունը, Իսրայելի որդիքը ինձանից ապստամբելու ժամանակ, նրանք պիտի մոտենան ինձ, որ ինձ ծառայեն, եւ պիտի կանգնեն իմ առաջին եւ ինձ ճարպ եւ արյուն մատուցանելու, ասում է Տեր Եհովան։ Հիշում եք Սադովկին, որ ամբողջ Իսրայելը հմբուստացել էր Դավթի դեմ եւ դուրս էր եկել նրան պատերազմելու, նրան սպանելու համար, Սադովկ քահանան հետևեց Դավթի օծության եւ առավ խոստմունքը իր եւ իր որդիների վրայով։ Եվ մենք էլ այսօր Սադովկի որդիներն են, որ հետևում են օծություններին, ես ինքս հետևում եմ այդ օծություններին։ Լսում ես մարդը։ Ինչպես Հեսուն էր հետևում Մովսեսի վրայի օծությանը, նույնպես էլ Սադովկը Դավթի վրայի օծությանը, եւ երկուսն էլ առան հավատարիմ ծառայի խոստմունքները եւ օրհնությունները որպես հավատարմության ժառանգություն, իրենց սերունդների համար, ոչ թե միայն սերունդի։ Եվ խոսքը ասում է երկրորդ օրինաց 34-ում, իննից եմ կարդում, եւ Նավեի որդի Հեսուն իմաստության հոգով լիքներ։ Ինչու, գիտեք, որովհետև Մովսեսը իր ձեռքերը նրա վրա էր դրել։ Եվ Իսրայելի որդիքը նրան լսում էին եւ անում էին, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ Լսում ես։ Աստծո սիրելի Դավիթը փնտրում էր Աստծո կամքը անելու համար, որովհետև լավ էր հասկացել նրա կամքը անելու հաղթությունը։ Եվ ամեն ինչի համար, որ հարցնում էր Աստծո կամքը, եւ անում էր եւ հաջողվում էր նրանում եւ հաղթում։ Երկրորդ Թագավորաց 5-րդ գլուխ կարդում եմ 17-ից 25-ը։ Եվ փխշտացիները լսեցին, որ Դավիթին Իսրայելի վրա թագավոր են օծել, եւ բոլոր փխշտացիները վեր գնացին, որ Դավիթին որոնեն։ Երբ որ Դավիթը այս լսեց, իջավ բերդը։ Եվ փխշտացիները եկան եւ տարածվեցան Ռաֆայանոց հովիտումը։ Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց եւ ասաց. «Վեր գնամ փխշտացիների դեմ, նրանց իմ ձեռքը կմատնես»։ Դուք գիտեք սա ինչ է նշանակում։ Դավիթը գիտեր, որ ինքը առանց Տիրոջ հաղթող չէր։ Նա այդ տեսել էր եւ կանգնած էր հսկա Գողիաթի առաջ։
որ նա դուրս եկավ նրա դիմաց իր տիրոջ անունով եւ մի փոքր պարսատիկի քարը սպանեց հսկա Գողիաթին։ Լսում ես մարդ։ Վեր գնալ փղշտացիների դեմ նրանց իմ ձեռքը կմատնես եւ Տերը Դավթին ասաց գնա, որովհետեւ փղշտացիներին անպատճառ քո ձեռքը կմատնեն։ Եվ այն ժամանակ Դավիթը Փարասին գնաց եւ Դավիթը զարկեց նրանց այնտեղում եւ ասեց. Տերն իմ թշնամիներին իմ ձեռքով պատռեց, ջրերի պատրվածքի պես։ Նրա համար այնտեղի անունը Փարասին ասվեցավ եւ փղշտացիները այնտեղ ձգեցին իրենց ուրքերը եւ Դավիթը եւ իր մարդիկը առան նրանց եւ փղշտացիները դարձյալ վեր գելան Ռաֆայանոցով տունը տարածվեցան եւ Դավիթը Տիրոջը հարցրեց չասեց այն անգամ ես հաղթեցի նորից հարցրեց եւ նա ասաց վեր չգնաս այլ դեպի նրանց հետևի կողմը դարձիր Գեներալ է մեր Տերը, ինքն է կառավարում պատերազմը։ Թթենիների կողմից նրանց վրա գնա, եւ երբ որ թթենիների գլխին գնացքի ձայն լսես, այն ժամանակ շարժվիր, որովհետեւ այն ժամանակ Տերը քո առաջ պիտի դուրս գա, որ փղշտացիների բանակը զարկի, եւ Դավիթ այնպես արեց, ինչպես որ Տերը հրամայեց։ Եւ փղշտացիներին զարկեց Գաբայից մինչեւ Գազեր, լսում եք, նա չասեց, թե ինչ է ասում։ Այն ժամանակ ասեց գնա իմ ասում եմ մի գնա, այսօր շատերը կան այստեղ։ Մի անգամ Տերը ասում է գնա ես քո հետ եմ, մյուս անգամ առանց հարցնելու են գնում ու գլուխը պատին տալի։ Լսում ես։ Սա նման չի արդյոք, երբ Դավիթ Վիտերսոնը հարցրեց Տիրոջը, այսինքն Տերը Դավիթին, ասեց Դավիթ, կուտա ձեր Իսմայի ձեթի, ասեցին անստած է։ Մեքենաները կանգնած են, փառաբանում են, քարոզում են, ասես անինիմայի ձեթի, որովհետև իմ երեխաները ինձանից կախմանում չկան, Դավիթին, լսում եք, դրա համար Դավիթը Տիրոջ սիրելին էր, ինչքան պարտություն ես կրել, երբ որ դու ես որոշել մի բան անել, բայց դու հաղթող ես եղել, երբ հարցրել ես Տիրոջը, ու ասել ես, ես քո դրոշը պիտի բարձրացնեմ եւ դու իմ հաղթությունն ես, ասա ամեն։ Աստծո սիրելի Դավիթը փնտրում էր Աստծո կամքը, իսկ դու կամքն ես փնտրում։ Միգուցե քո կամքն ես փնտրում եւ քո կամքը համապատասխանեցնում ես Աստծո կամքին եւ ասում ես սա Աստված այսպես կաներ։ Աստված Հեսուին տվեց իմաստության եւ հաջողության բանալիները Իսրայելին խոստացյալ երկիր տանելու համար։ Հեսու առաջի գլուխ Արդում եմ գից 10 խոսքը։ Ոչ մի մարդ չկարողանա քեզ քո կյանքի բոլոր օրերում դեմ կանգնել։ Հələ նա ինչ ասում Տերը Հեսուին։ Մեկը չի կարա քեզ քո կյանքի բոլոր օրերում դեմ կանգնել։ Ինչպես որ Մովսեսի հետ էի քեզ հետել եմ, քեզ չեմ թողնի և քեզ անտես չեմ անի, զորացի և քաջերի, որովհետև այս ժողովրդին դու պիտի ժառանգեցնես երկիրը, որի համար սրանց հայրերին երդում արի սրանց տալու համար, միայն թե, ինչ է պետք, զորացիր և շատ քաջերիր, որ պահես ու անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է, զորանալ և քաջերն է կարողանում պահել Աստծո օրենքը, լսում ես, նրանք առաջինը իրենց են կարողանում հաղթել և ով է թշնամին այդ ժամանակ իրենց դիմաց, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է նրանից չխոտորվես աչուձախ, որ ամենում ներխելամուտ լինես ուր որ գնում ես, այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես ու պահես ու կատարես բոլոր նրա մեջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհներդ հաջող կանես, ասում է այ մարդ, ես ինչ էր ճանապարհները սաղ խափանվա, հետ գնատես ինչ ասում ես ուին, և այն ժամանակ խելամուտ կլինես, այսինքն իմաստություն կունենաս, ահա քեզ պատվիրում եմ զորացիր և քաջերիր, մի վախենա և մի զարհուրիր, քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ ու գնաս եւ դու պահում ես նրա օրենքը քո Տեր Աստվածը քո հետ է ամեն տեղ ուր որ դու գնաս ասում է Տերը
Դա միայն Հեսուին չի վերաբերում, Հեսուներին է վերաբերում։ Ոչ մի մարդ քո կյանքի բոլոր օրերում չի կարող դեմ կանգնել քեզ, եթե հավատաս ու պահես խոսքը Աստծո քեզ համար։ Լսում ես մարդ։ Ես այսօր գիտեմ մարդկանց, որ մարդկանց են հաճեցնում եւ իրենց սերմերը փչացնում են խոզերի առաջ նետելով, որոնք ցեխոտ են։ Բայց այն մարդը, որ ճիշտ է սերմանում իր հարազատի համար, պիտի գտնի իր հարազատին։ Միգուցե դու քո հարազատի առջև ես սերմանում իրան հաճո լինելու համար, որ իրան գտնես, այդպես չի ասում քեզ Տերը։ Տերը ասում է քեզ արա իմ կամքը եւ քո սերմը ցանի պարարտ հողի մեջ քո հարազատի համար, քո որդու համար, քո թոռների համար եւ դու արդյունքը պիտի շողովես, պիտի տեսնես նրանց Տիրոջ տան մեջ, ասա ամեն։ Պատկերացնում ես, քո հարազատը կորսվում է եւ ուզում է գնալ մեղ գործի, ոնց անես, որ ինքը Տիրոջ տուն գա, Տիրոջ խոսքը լսի, անում ես նրա կամքը, դու կորցնում ես նրան եւ հաշիվ ես տալու նրա համար։ Աստված ցանկանում է քո իսկ բարօրության համար իր օրենքները լինեն քո մտքի մեջ եւ գրվեն սրտի տախտակների վրա, որովհետեւ մեր մտքերը դառնում են մեր գործողությունները եւ ճաշակել են տալիս նրանց մտքները։ Քրիստոսի միտքը ունեցել, ասում է քեզ գիրքը սրբազան, եւ կյանքում ինչ իրավիճակի մեջ են որ լինես, կմնաս անսասան, չես նայի երևույթներին, լսում ես, որովհետև սատանան ամեն օր հազարավոր մտքեր է բերում Աստծո միտքը չունեցողներին ընկճելու գցելու համար, բայց քո դեմ մի դուռ կա բացված, այդ դուռը քո հոգու դուռն է քո միտքը, պիտի զանազանես թե ում առաջ ես բացում, ում առաջ ես փակում այն, որովհետև այդտեղով եմ մտնում եւ ապականում կամ կյանք տալիս քեզ, Սատանան կամ Տերը, ում առաջ ես բացում քո մտքի դուռը, նայիր խոսքին, որը քո փարոսն է, եւ ընտրիր Քրիստոսի միտքը քո աղտության համար, նրա խոսքը քո ամուր ժայռն է, որ չսասանվես, ամուր բռնի այդ խոսքը, ամուր բռնի խոստմունքները, երբ որ Աստված մեկին խոստմունք է տալիս, բարձրանում են ալիքները, փոթորիկ է բարձրանում, ծածկում է փրկության փարոսը, սա սատանայի գործն է, բայց դու դրանով փորձում ես, թե ում ես հավատում, խոսքին, թե երևույթին։ Տիրոջ խոսքը քո երևույթից հզոր է, ծածկիր քո աչքերը այդ խոսքով եւ դու չես տեսնի երևույթը, նա լույս է քո ճանապարհին, նա ցույց կտա քո առջև դրված ամեն թակարդ, որ սատանան դրել է քեզ որսալու համար, թող այդ խոսքը լինի քո մտքի մեջ, թող այն լինի քո սրտի մեջ, թող այն լինի քո ձեռքերում, քո աչքի առջև, նրանք կյանք են նրանց գտնողներին եւ իրենց մարմնին, ամբողջ մարմնին բժշկություն, ասա ամեն ու կանիշ Տիրոջ առաջ։ Որդյակս, ուշադիր եղիր իմ խոսքերին, ականջդ տուր իմ ասածներին, սատանան ասում է, մի րոպե ինձ լսել, ականջդ տուր իմ ասածներին, թող նրանք չգնան քո աչքի առջևից, բայց նրանց քո սրտի մեջ, խոսքի տեղը սիրտն է, ոչ թե բարձի տակ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմնին բժշկություն, ամեն, Փառքես Տեր Հիսուս, սպիտվի կրսվորդը, ասում է մի կին մոտեցավ ինձ
Եվ ասեց կօգնես ինձ աղոթքի մեջ իմ պատերազմում։ Ես ասեցի, ինչ ես ուզում որ անեմ։ Նա ասաց ամուսինս հարբեցող է։ Ամեն օր հարբած է տուն գալիս։ Եվ կոտրում է ամեն բան, ես չգիտեմ ոնց վարվեմ։ Պատերազմակից կլինես ինձ հետ։ Սմիթը ասում է այդ կնոջը թաշկինակ ունես։ Ասում է այո։ Տալիս է նրան իր թաշկինակը, նա քսում է իր վրա, աղոթում է այդ թաշկինակի վրա, ասում է տար թռի նրա բարձին։ Եվ այդ կինը հավատքով վերցնում է թաշկինակը, ինչպես Պողոսի թաշկինակն էր այն ժամանակ, ու տանում թռում է իր ամուսնու բարձի վրա։ Ամուսինը առավոտյան վեր է կենում ու վազում գարեջրատուն։ Երբ նրան տալիս են մատուցանում են առաջի գարեջուրը, նա մի կում խմելուց հետո ասում է թույն եք լցրե ինձ եք թույնում։ Փոխում է այդ գարեջրատունը մեկ ուրիշով։ Գնում են նորից լցնում են բաժակի մեջ և նա ասում է դուք էլ եք ուզում ինձ թունավորել։ Սա ինչ է, բոլորը ձեր խոսքը մեկ է կարել ու գալիս է կնոջը պատմում է, որ ինձ ուզում էին թունավորեի։ Ասում է Աստված ուզում էր օգներ քեզ, որ դու ինքդ քեզ չթունավորես, որովհետև այն, որ դու խմում ես թույն է, և հետո մյուս ծառայությանը նրա ամուսինը լինում է տիրոջ տան մեջ, ասում ես, երբ ես այդ կարդում էի երեկ, մայրս ասեց, Նինետ ջան, խնդրում եմ, իմ նակալենիկները քսի վրա, աղոթի տանում դնեմ բարձիս տակ, հետո առավոտ կհակնեմ, մանկական հավատք։ Ես ասի չկոտրեմ նրա հավատքը և արեցի այդպես ինչպես նա խնդրում էր։ Առավոտյան վեր է գնացել զուգարան այդ աստիճաններով ու իջել է Ալվինային ասում է Ալվինը ոտքս չի ցավում, տեսնում ես։ Դա հավատքն է, որ նա հավատաց խոսքին գործի դրեց այդ խոսքը և այդ խոսքը փառավորեց Հիսուսին, ամեն։ Երկնային Հայր, օգնիր մեզ ճանաչելու քեզ քո խոսքի միջոցով։ Օգնիր, որ քո խոսքերը լինեն մեր մտքի մեջ և մեր սրտի տախտակների վրա գրվեն այն։ Թող նրանք լինեն մեր աչքի առջև, թող նրանք լինեն մեր ձեռքումը, թող նրանք լուսավորեն մեր ճանապարհը մեր գնացքը։ Տուր մեզ զորություն հաղթելու, տուր մեզ իմաստություն, տուր մեզ երկյուղ, որ մենք աստվածապաշտության կերպարանքները չառնենք ու գանք Տիրոջ տուն, այլ Քրիստոսի բնույթով հայտնվենք այստեղ, որպես լույսով որդիներ, և այդ լույսը կտարածվի խավարում նստած ժողովրդի մեջ փրկության համար, ասա ամեն, շափավիշ Տիրոջը, ասա արժանի ես դու առնելու փառքը, պատիվը և զորությունը, ես պատվի եմ արժանացնում նրա խոսքը, նրա խոսքը քո մարմնի դեղն է, քո հոգու դեղն է, քո աչքերի դեղն է, որ դու տեսնես ու զանազանես, ասա ամեն, Տեր ամեն օր նրա խոսքը, որպես քո հոգու հացը, ու նստիր Տիրոջ ներկայության մեջ։